Բարև ձեզ, սիրահարիստներ, այսօր ինձ հետ է իմ մասնական բարեկամս նաև, որուն ծանոթացա շնորհիվ ազգային շարժման, ազգային ժողովրդարական բևերի Կարլեն Տադևոսյան, բոլորոնք որ չեն ճանաչնալ Կարլենին, բոլորոնք որ ճանաչնալ մոդեն գիտեն որ Կարլենը եղած է նախ Դիրմիդիայի ուղեղը գսեին, իրեն ավելի գսեին Դոն Կարլո, որտեղ ծանոթ է որ անցմն է որ ունի ձեռակրելու, ղեկավարելու եւ գազམ་ագերբելու ցիրկեր եւ վաղուց մայքարոններն է գարձեմ սաստանձերու օրերը այսօր ուրախ ենք որ Կարլենին իմ հյուրս է անցմը որ գբատկանի շարժմամը որ առաջին անգամ մնալով իմ բոլոր հայկական մուսակցություններում իմ պատմությանից որ տեսած եմ արիտ կուդա չինիս եմ ասներ իր նոր սերունդ երասարտները իրենց արիտ կուդա որ իրենք նաև աստանցի բայկարի գարդեն բոլորը որ քեզի չեն ճանաչնար ես ճանաչողներն եմ սակայն մնացած հասարակության ուզեմ քեզի քիչ մը ներկայացնես խնդրեմ հրամե Շնորհակալություն, բարի երեկո, սիրելի Պետրոս, ողջունենք մեր հարգարժան դիտողներին, ողջունենք Պետրոս Մանուկյանի YouTube-յան ալիքի բաժանորդներին եւ իհարկե բոլոր մեծ դիտողներին խնդրենք, որ տարածեն այս մեր զրույցը ու եթե դեռ չեն բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեն Պետրոս Մանուկյանի YouTube-յան ալիքին իրենց հարցերը իհարկե կարող են գրել մեկնաբանություններում եւ եթե իրենց հարցերը այս մեր զրույցի ժամանակ մենք չքննարկենք, չպարզաբանենք, անպայման մեկնաբանություններում ակտիվ եղեք եւ մենք կարողանանք ձեր մեկնաբանություններին պատասխանել։ Շնորհակալություն այս հնարավորության համար, պատրաստ եմ զրույցի, պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանելու։ Ոյակապ, բայց մի խնդրեմ որ մենք հարազատ ընկերներ ենք, հոգնակի խոսելու գալիք չի կա երկու եղբայրները միջև որ արդեն շատ մոդեն սերտ ընկերներ ենք, այդ մաշտոնականությունը քիչ մեծ սպիրկայորն համար atկանալ ինչպես կսեն վարս չէ, մի ներես որ քեզի թիմեմ ընկերով եզակիով այլ մդերմության Կարդեն քիչ մը քեզի զանոթացու խնդրեմ Համաձայն եմ քո առաջարկած պայմանների հետ եւ պայման չէ, խնդրամ Ուրեմն ես իմ ամբողջ գիտակցական կյանքում կարող եմ ասել սկսած ավագ դպրոցական տարիներից արդեն հետաքրքրված եմ եղել, մտահոգված եմ եղել մեր հանրային կյանքով, հասարակական եւ քաղաքական իրադարձություններով, որոնք տեղ էին ունենում Հայաստանում եւ հայ ազգի հետ էին կապված ուղղակիորեն Ուստի եւ իմ հետագա կենսագրությունս, ուսանողական տարիներս եւ արդեն իմ որպես մասնագետ ձևավորվելու ընթացքը ու մասնագիտական գործունեության իրականացնելու տարիներին նույնպես անմասն չեմ եղել մեր ազգային ազատագրական պայքարից, մեր հանրային ու հասարակական վիճակից ու հարցերից, խնդիրներից։ Ես սովորել եմ Երևանում 114 թիվ միջնակարգ 114 դպրոցում Խաչիկ Դաշտենցի անվան, բոլորին հայտնի անգլիական ուղղվածությամբ, անգլերեն ուղղվածությամբ Երևանի Հանրապետության փողոցում է գտնվում։ Այնուհետև գերազանցությամբ ավարտելով դպրոցը ես ուսանել եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ընդհանուր բուժական ֆակուլտետում, բժշկի որակավորմամբ ավարտել եմ բուհը եւ իմ արդեն նեղ մասնագիտական ուղղվածության ուսումնառությունը շարունակել եմ Մոսկվայի եւ այժմյան ԱՊՀ տարածքի ամենամեծ եւ հեղինակավոր սիրտանոթային վիրաբուժության գիտահետազոտական կենտրոն ինստիտուտում, այնտեղ մասնագիտացել եմ որպես սիրտանոթային հայերեն եթե ասեմ ներանոթային էնդովասկուլյար մասնագետ աշխատել եմ եւ կամավոր եւ որպես արդեն բժիշկ կոորդինատոր Մոսկվայում եւ իմ որոշմամբ 30 տարեկան հասակում եւ երբ 3 տարի այդ ժամանակահատվածը 27-ից 30 տարեկան
գտնվել եմ իմ այդ մասնագիտական ուսումնառության եւ աշխատանքի բերումով հիմնականում Մոսկվա քաղաքում, իմ կամքով 30 տարեկանում վերադարձել եմ կրկին Հայաստան եւ փաստորեն արդեն 8 տարի է տևական իմ գործունեությունը, պայքարը այդ փոքր ժամանակ Հայաստանից բացակայությունից արդեն գտնվում եմ 8 տարի Հայաստանում, ապրում, աշխատում եւ շարունակում եմ պայքարել իմ գաղափարակից ընկերների հետ։ Այս 8 տարիներին հիմնականում Հայաստանում գտնվելով հանրային առողջապահության կառավարմամբ եմ զբաղվել, աշխատել եմ առողջապահության նախարարությունում որպես բժիշկ փորձագետ, ստացել եմ գլխավոր փորձագետի քաղաքացիական ծառայողի որակավորման աստիճան, վերապատրաստվել եմ կառավարման պետական ակադեմիայում, վերջին 3 տարիները 2023 թվականից սկսած մինչ օրս հայ-ճապոնական բժշկական սիրտանոթային մասնագիտացված կենտրոնում ղեկավարում եմ պետական պատվերի ու բժշկական ապահովագրության հարցերը կենտրոնի եւ հանձնանում տնօրենի փորձակալ։ Կենտրոնն ավելի քաղաքական պայքարի վրա, դու ստացնաձրերի անդամ ես կարծեմ։ Սա իմ այսպես ասած ես ուզեցա իմ ուսումնառության տարիների վերաբերյալ եւ մասնագիտական գործունեության վերաբերյալ խոսել, սակայն ինչպես խոսքի սկզբում էի նշել, ես դեռ ավագ դասարաններից հանրային կյանքով մտահոգված եւ ակտիվ քաղաքացի եմ եղել 2008 թվականից սկսած, երբ Հայաստանում հայտնի մարտի 1-յան իրադարձությունները տեղի ունեցան եւ այդ օրերի Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներն ռեժիմը կրակեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղղությամբ, մենք ունեցանք 10 զոհ, քաղաքացիական զոհ եւ 1 ներքին զորքերի ոստիկանության աշխատող։ Ես շատ լավ հիշում եմ այդ ամեն ինչը, ես այդ ժամանակ 4-րդ կուրսում էի սովորում եւ դրա հաջորդող օրը մարտի 2-ին վերակենդանացման բաժանմունքում հերթապահող ուսանող եմ եղել եւ մեր մոտ բերել էին ներքին զորքերի ոստիկանության այդ վիրավոր տղային, ում անունը, եթե չեմ սխալվի, Տիգրան էր եւ Տիգրանին հատուկ մինչեւ Սերժ Սարգսյանի երբնակալության օրը արհեստականորեն այդպես փորձում էին ձգել, նրա վիճակը իհարկե անհուսալի էր եւ ցավոք սրտի չհաջողվեց բժշկությանը հրաժգործել եւ այդ երիտասարդ ներքին զորքերի ոստիկանության ծառայողը մահացավ։ Մի խոսքով, այդ ամեն ինչի միջով անցել է, այնուհետև իհարկե Սերժ Սարգսյանի ապազգային եւ անընդունելի ռեժիմը, որ ցավոք սրտի 10 տարի ղեկավարել է, ամեն օրը պայքարել եմ իմ կյանքի այդ ռեժիմի անարդարությունների դեմ եւ Սասնա-Ծռեր համահայկական շարժմանը միացել եմ շատ ավելի շուտ այդ շարժման ակունքներում եղած իմ ընկերներին, մարդկանց, դեռ Սարդարապատ էր կոչվում շարժումը, երբ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը, Ասալայի Մարտիկ, Ալեգ Ենիկոմշյանը եւ էլի մեր նվիրյալ հայ անհատներ նախաձեռնել էին այդ ազգային ազատագրական պայքարի, կարելի ասել, անդրանիկ շարժումներից էր Սարդարապատ շարժումը, որը հետո վերափոխվեց նախախորհրդարան շարժման եւ հիմնադիր խորհրդարանի 100-ամյակը առանց ռեժիմի շարժման։ Այն ժամանակ մեր մոտեցումները հստակ էին, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք անհնար է ընտրություններով որևէ հաջողություն ունենալ եւ մեր պայքարը պետք է լիներ արտահամակարգային, այսինքն այդ օրվա համակարգից, քաղաքական համակարգի թելադրած կանոններից դուրս եւ շատ այսօր կիրառվող եւ 2018 թվականին կիրառվող քաղաքացիական անհնազանդության ու քաղաքացիական հասարակության ինստիտուտի էլեմենտներ
առաջինը ներդրվել են մեր հանրային պայքարի կյանքում հենց նախախորհրդարան շարժման ժամանակ, Սարդարապատ շարժման ժամանակ եւ 100-ամյակը առանց ռեժիմի շարժման օրոք։ Սասնա Ծռերի ապստամբության էջը արդեն մեր նորագույն պատմության մեջ կարելի ասել Արցախյան առաջի հերոսամարտից հետո դա ամենալուսավոր էջն էր, երբ հայ մարդը հանուն իր իրավունքի ու հանուն իր հայրենիքի շահերի այդ շահերը թույլ չտալու սակարկելու ու վերջնականապես վաճառելու համար իր սրբազան իրավունքին դիմեց, ապստամբության իրավունքին դիմեց։ Եվ այսօր ցավոք սրտի 10 տարի անցել 2016 թվականից, սակայն դեռ լիարժեք չեն կարող ասել, որ գիտակցված եւ արժեվորված կարեւորված է մեր հասարակության կողմից Սասնա Ծռեր խմբի կատարած այդ քաղաքական ակտը, բարձր քաղաքական գիտակցության քայլը։ Եվ մենք այսօր գնում ենք այս մեր հերթական ընտրություններին, ունենալով մի վիճակ եւ մեր ժողովրդի արժանապատվության ու իրավունքի վրա փաստորեն վերջին 8 տարիներին թե արտաքին, թե ներքին քաղաքական շրջանակների կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի նվաստացվի, արհամարհվի եւ փաստորեն մեր թշնամիները կարողանան նվաստացված, արհամարհված եւ պարտված, արհեստականորեն այս ամեն ինչը, սակայն պարտված վիճակում տեսնել հայ հասարակությանը, ինչը ցավոք ենք արձանագրում։ Դրա համար վերջին նախադասությունս ասեմ, մենք ունենք հիմա մի վիճակ, երբ պետք է զարթոնք ապրենք եւ իրոք ազգային ուժը, որակյալ ուժը, նվիրյալ ու հայրենասեր ուժը, ծառայության պատրաստական ուժը գա գործ անելու ոչ թե շոուներ, ոչ թե մի անձի սերիալների վերացի պետական կառավարման կյանքը, այլ իրոք գործանի եւ իրոք վերականգնենք մեր ժողովրդի ոտնահարված արժանապատվությունը, այդ միջոցով զորացնենք ու կայացնենք մեր երկիրը ու հնարավորություն ունենանք իրոք բարեկեցիկ ու կայուն խաղաղ ապահով անվտանգ երկրի ապագայի։ Խնդրեմ։ Հոյակապ Կարլեն ջան, որ հասանք ընդրության, այսօր ազգային ժողովրդական բևերը, ազգային շարժումը, եթե մենք պիտի խոսենք այն մագարտակով, որ ռեսուրսներու մագարտակով, այսինքն մեդիա, տրամագան եւ այլն, օլիգարխներ, ֆիրմաներ, ազգային ժողովրդական բևերը գնամսեր, որ Դավիթ եւ Գոյաթի պայքարը գմել է իր անձնական չանքերով, սակայն շատերը եթե Պևերին թեթևի գարնեն underestimate կսեն, այսինքն լուրջ չեն առնել, պիտի ասել, որ Պևերը շատ լուրջ ուժ ունի, որը որ իր ժողովրդական շարժումը, որ ունի այդքան նվիրված գամավորներ, որոնց մեջ տուն, ինչպես որ դիսեցիք, տուն վաղուց մինչև ազգային ժողովրդական Պևերը 20 տարի երևի այս պայքարի մեջ է, այսինքն Սարտալաբադը մինչև հիմա կոնոման հարյուրավոր երիտասարդներ կան, ես ուղղակի գզմայլիմ եւ չի կարելի չի հարկել, որ Պևերականները այսօր գամավոր կետնի վրա մեծ ուժ ունեն, ընդրական մեքենման ունի, որ իրենց անձնական գործերեն գզոհեն, հիմա կան հիմարապանություններ, որ Պևերը սոլոսեն տրամգարն է, անգանի ես Պևերին դիրեկտ դարի կարած եմ և կիրեմ, որ ադի հիմարապանություն է, որ միամիտներում, սակայն այսօր դուք կմերեք շատ ուժեղ բայկար, անձնական չանքերով, ինչ կուզես ասել, և մանավանդ կուզեմ իշել, որ դուն գարձեմ YouTube ալիք մնա ունիս, Հայկ ալիքը, կուզեի հարցնել, քո ալիքը ինչ վիճակի մեջ է, և ալիքիդ մասնա խոսի հիմա մենք կնշանակենք, քո ալիքը դեպ պիտի մասնակցի մեր բայկարին, որտև մենք grassroots շարժում ենք, ազգային ժողովրդական բևերը կբայկարի այս տեսակ միջոցներով, հրամ է։ Ուրեմն ազգային ժողովրդական բևերին վերաբերյալ, այո, շատ կարևոր է մենք հստակություն եւ շատ ավելի ճանաչվածություն ու տեղեկություն փոխանցենք մեր ընտրողներին, մանավանդ առաջիկա շաբաթներին, երբ ակտիվ փաստորեն պաշտոնական քարոզարշավի փուլ ենք այսօր արդեն մտել, երկրորդ օրն է, այո, ազգային ժողովրդական բևերը ես հպարտությամբ եւ առանց այսպես համեստություն անելու կարող եմ ասել մրցակցությունից դուրս է, եթե նայենք գաղափարական եւ
ինտելեկտուալ դաշտում ինչպիսի կարողություններ ու ներուժ ունի ազգային ժողովրդավարական բևեռը որպես շարժում եւ իհարկե որպես գրանցված քաղաքական կուսակցություն։ Դժվար դուք կարողանաք նույնիսկ ամենաշատ ռեսուրսներ ունեցող այսօրվա իշխանություն ունեցող կամ նախկինում իշխանություն ունեցած սակայն անասելի անչափելի համեմատության ազգային ժողովրդավարական բևեռի հետ ռեսուրսներ ունեցող ուժի շրջանում գտնել 20-30 այնպիսի պատրաստված գիտելիքահեն եւ ինտելեկտ ունեցող ակտիվ, ինչպիսին ունի ազգային ժողովրդավարական բևեռը, ել չեմ խոսում գաղափարական հենքի մասին։ Ուստի այս առումով մեր ժողովրդի համար բացառիկ եւ կարեւոր նշանակություն ունի իրոք որակյալ իրոք գաղափարական ուժին կարևորելը եւ 2021 թվականի սխալը չկրկնելը, երբ Նիկոլ Փաշինյանի ստորաբար կեղծիքի եւ խաբեության միջոցով դաշտը կիսվեց նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների եւ այդպիսով մեր ժողովրդին տարան ընտրական փակուղի, ոչ թե ընտրություններ եւ ժողովուրդը վախենալով հրեշավոր անցյալից Ռոբերտ Քոչարյանի տարիների վախը հիշելով ընտրեց անշնորհք ձախողած եւ որևէ արդյունք չգրանցած պարտություն կրած Նիկոլ Փաշինյանին, ինչը դա բացառիկ մի չլսված բան է ընդհանրապես երկրների ժողովուրդների պատմության մեջ եւ խայտառակ պարտություն կրած եւ ազգի շահերը փաստորեն գիտակցաբար պարտության ու սակարկման տարած մարդը երկրորդ անգամ կարողանա իշխանության վերընտրվել։ Ուստի մենք այսօր պետք է մեր ժողովրդին հույս տանք, մեր ժողովրդին պետք է զորություն ներշնչենք, հավատ ու հույս ներշնչենք, որ մեր ազգը հանձինս նույն ազգային ժողովրդական բևեռի երիտասարդների, աջակիցների, որոնք որակյալ հայրենասեր ու հայրենանվեր մարդիկ են, մեր ժողովուրդը պետք է այդ հույսը եւ այդ հնարավորությունը տեսնի փակուղային վիճակից վերջապես դուրս գալու եւ կարողանալու ազգային թռիչք, ազգային վերելք ունենալ։ Այս իմաստով անասելի կարևոր եմ համարում ազգային ժողովրդավարական բևեռի մասնակցությունը եւ առանձնահատկությունը մնացած գրանցված թող բոլոր ուժերը չնեղանան կամ որպես վիրավորանք չընկալեն, մնացած բոլոր 18 ուժ կարծեմ, բացի ազգային ժողովրդական բևեռից ընդհանուր 19 ուժ են, որ կան, ես չեմ տեսել որևէ այդպիսի հիմնավոր ֆունդամենտալ գաղափարական ուժի, որը ունի բացառիկ կարևորության ռազմավարական հայեցակարգ եւ ունի միջազգային կապեր, ունի այնպիսի փորձ, միայն նայեք տեսնենք թե քանի տարի է, եթե նույնիսկ մենք Սասնա Ծռերի շարժումը չհաշվենք, եթե նույնիսկ կրկնում եմ այս 2012-13 թվականից սկսած նախորդարանի ու մնացած մեր սկզբնակունքում կանգնած միավորումների շարժումները չհաշվենք, նույնիսկ բևեռը արդեն 5-6 տարի է քաղաքական թատերաբեմում է եւ չնայած որևէ լուրջ ֆինանսական ռեսուրսների, այսինքն մեր շարքերում չկան միլիարդատերեր կամ միլիոնատերեր, հա, մեզ չի սատարում որևէ ինչ-որ Եվրոմիություն, մենք երբեք չենք ունեցել իշխանություն, իշխանական լծակներ ու հնարավորություններ, բայց մենք այսօր կանք, մենք այսօր գետնի վրա գործ ենք անում, պայքարում ենք, մենք միջազգային հարթակներում գիտեք, որ ինչպիսի լայնամասշտաբ չնայած այդ սահմանափակ ռեսուրսներին գործունեություն է ծավալում ազգային ժողովրդավարական բևեռը, բևեռի խորհուրդը, լոբինգական մեր կազմակերպությունը Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում եւ միակ ուժն է, կարելի ասել, որ տևական պայքարի պատրաստ է, ունի տևական գործունեության ու պայքարի ներուժ, փորձ եւ գիտելիքներ, ուստի մերպես ուժի պահանջված լինելը Հայաստանի կայացման համար, Հայաստանի նոր ընտրվելիք խորհրդարանում անփոխարինելի է
ես չեմ ասի, որ մենք այլ ուժեր չունեն որակներ կամ չկան երբեք այդպիսի բան չհասկանաք իմ խոսքում, կան նաև մյուս ուժերում մեզ քաջ ծանոթ, նույնիսկ բավականին համակրելի ընկերներ, գործընկերներ, ինտելեկտուալ մարդիկ, բայց ազգային ժողովրդավարական բևեռի կշռի ու մասշտաբի եւ այդպիսի տևական փորձ ունեցող այլընտրանք ուժ, բացի նախկինում Հայաստանին վնաս պատճառած, իշխանության եղած լծակներ ունեցած եւ իրենց որևէ կարեւորության ու որակյալ կառավարման աչքի չընկածներից ու վերջին 8 տարում նույնպես ձախողած որ նայենք, այդպիսի ուժ, որ ունենա բևեռի չափ պատրաստվածություն եւ կամք ու փորձ երկրի կառավարմանը մասնակցելու, կայացմանը մասնակցելու, ինչու՞ չէ նաև այն առաջնորդելու, չկա դաշտում։ Ուստի մեր ընտրողը ունի ճիշտ կողմնորոշվելու, իր քվեն արժևորելու ու կարևորելու այսօր պահանջ, պարտադիր պայման եւ պետք է այս գիտակցությամբ մենք գնանք ընտրության։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Բիդի փոքր գոչ մուղեմ։ Գիտես որ ունի մոդ ընկերներս եւ գիտես որ ինձ չափ ուժեղ երբ որ տեսած եմ որ ist կնավոր սխալած եմ իհարկե ոչ մեկը իրողության պատասխան չի դրա բերել սակայն դու գիտես մոդեն որ ես երբ որ ասկային ժողովրդական բևերի մեջ մի բան տեսնեմ որ սխալ է անխնակ գնադեմ եւ հետաքրական է որ խանդուրժած են ասի իրենց համար ողջունելի է իրենց համար լավ վկայություն է որ ինձ նման քննադատողը քիչ մը չափերը դերևս անցնող դերևս անդերին գանդուրժեն շատ ընկերներ ունենք բևերի մեջ որ այսօր դժգոհացած են հերացած են ես կասկած չունեմ որ իրենք բևերին լավություն ուզեն մի թույլատրես ես ոչ մուղեմ եւ նաեւ գուարդի կդառնեմ սիրելի քաղաքական բևերականներ որ այսօր ինչ-ինչ պատճառներով ընդմզած եք որտոված եք հերացած եք ես կասկած չունեմ որ դուք բևերին լավություն ուզեք եւ ձեր քննադատությունները կամ դժգոհությունները կփխին բևերին լավ ուզել են սակայն եթե եւ այդպես կավանան որ այդպես եթե բևերին լավություն ուզեք այսօր ասկային ժողովրդական բևեր ճակատագրական ճակատամարտի մեջ է բևերին լավ ուզողը այսօր ուքա բևերին մեջ է ինչպես որ ես համեստապար ես համեստ ան չեմ որպես գեղեցավոր չեմ ես համեստ չեմ սակայն համեստապար ես այդ բոլոր կանոններով հարտեց հասկանալով գիտակցելով որ բևերը այսօր ճակատամարտ կմղե եւ ես բևերին լավություն ուզեմ եկած եմ ինչքան որ ուզեմ կփորձեմ օգտակար դառնալ Ես գոչ կուղեմ բոլոր բևերականներուն իմ հարազատներուն, որ եղբայր քույրեր են։ Եկեք այսօր այս պայքարի մեջ բևերին գողքին կապնեցեք։ Եվ որ ընդդրությունը վերջանա, կանատadեցեք, իմ արտագեսա եկեք կանատadեցեք, ես էլ պետք է կանատadեմ։ Սակայն հիմա ճակատամարտի բահ է, եթե բևերին լավություն ուզեք, եկեք կապնեցեք բևերին գողքին այս ճակատամարտին, վերջը կանատadելու միշտ ժամանակ կա։ Դարձել ինչ կուզեցել եւ ինչ գոչ կուզեցել բոլոր բևերականներուն։ Ես գոչ կուղեմ որ եկեք Միացեք մեր բայկարին հիմա գույմա։ Խրամե։ Կեցես եղբայր, ես ամբողջովին կիսում եմ քո մոտեցումը եւ իհարկե նաեւ համաձայն եմ քո օբյեկտիվ եւ կաշառ ազնիվ քննադատող տեսակի հետ այո բևերը եւ որևէ իհարկե մեծ քաղաքական միավոր երբեք չի կարող լինել բացարձական սխալական եւ երբեք այո մարդիկ ենք մենք եւ մենք իհարկե չենք կարող մտածել թե մենք գործ ունենք ինչ որ սուրբ ինչ որ հոգիների հետ ուստի երբ մեր գաղափարակից ընկերներին մեր հետ պայքարի ճանապարհ անցած ընկերներին բոլորին կոչ եմ անում ինչպես դու քո խոսքում նշեցիր մի կողմ թողնել այս պահին այս կարևոր դու շատ ճիշտ բառ օգտագործեցիր ճակատամարտից առաջ մեր մեծ պայքարի մեր ազատագրական այս պայքարի պատերազմի ընթացքին այս կարևոր ճակատամարտից առաջ մեր ուժերը մեկտեղելու երբ ինչպես ես վերջերս սիրում եմ այդ համեմատությունը անել հայ ազգը Վարդան Մամիկոնյանի շուրջ էր համախմբվել եւ գտնվում էր Տղմուտ գետի մեկ ափին իսկ մյուս ափին հայ ազգի թշնամիներն էին այսօր գետի մի ափին Նիկոլն է որպես թուրքական ծրագրերի ծառա ու կամակատար
եւ որ ուզում է հայ ազգին թուրքական ծրագրերի առաջ ծնկի բերել, նվաստացնել ու անվերջ զիջումների տանել, ինչի անունը կեղծ խաղաղություն է դրել, իսկ այս մյուս կողմում պետք է լինեն հայ մարդիկ, ամենաառաջին հերթին Բևեռի պայքարին մասնակցած մտահոգ մեր գաղափարակից ընկերները եւ մյուս քաղաքական ուժերը նույնպես, եթե իրոք ցանկանում են վերջ տալ այս նվաստացմանը, այս սխալ ընթացքին, չեզոքացնել թուրքական ծրագրերը ու դուրս շպրտել մեր հայրենիքից թուրքական ծառաներին, պարտավոր ենք բոլորս համախմբված այս ճակատամարտը տալ եւ ինչպես մեր պապերը հայ մարդիկ որպես համախմբվեցին արիական Մամիկոնյան տոհմի շուրջ եւ կարողացան այդ վտանգը կանգնեցնել ներողություն հայապան ու հայագործան այդ ընթացքը կանգնեցնել այսօր մենք նույնպես ունենք այդ խնդիրը լուծելու անհրաժեշտություն ներողություն Հրամեցեք այսօր Քարոզարշավի երկրորդ օրն էր եւ Բոլոր որ սկսել եք ես բնականաբար այո այսօր իմ ձայնս արդեն ես օգտագործել եմ ուստի ներողություն եմ խնդրում մեր դիտողներից այս իմ ձայնի վիճակի համար խնդրեմ այսօր Կարլեն գերգեդեվեի Facebook-ին Փևերը գայցելեր բավական շրջաներ գարձեմ Շենգավիդ եք չեմ գիտեր բավական դեղեր եք ժողովուրդը ինչպես կընկալեր ցես Այո Պետրոս ջան եղել ենք մասնավորապես Շենգավիթի համայնքում եւ ի ուրախություն ինձ կարող եմ ասել որ 2021 թվականի հետ համեմատած մեր ժողովուրդը շատ ավելի ստապ տեղեկացված վիճակում է եւ իրոք սպասում է այլընտրանքի այո ուզնի չկրկնվեմ բայց կուզեմ անպայման ասել որ իմ տպավորությամբ իհարկե դեռ Քարոզարշավի երկրորդ օրն է դեռ վաղ է հստակ ունենալ պատկեր կամ արդեն ինչ որ հաստատ կանխատեսումներ ու պատկերացումներ անել, բայց կարող ենք ասել, որ բարեբախտաբար մեր ժողովուրդը ավելի ստապ ու մտածված է տրամադրված մոտենալ այս ընտրություններին եւ թուրքերի ծառա Նիկոլ Փաշինյանի համար դժվար է լինելու իր կրկեսներով, շոուներով եւ տարբեր իր չգիտեմ պոպուլիզմով պոպուլիստական ու մանիպուլյատիվ գործիքներով ազդել մեր հասարակության վրա, վախեցնել մեր հասարակությանը եւ հերթական անգամ վերընտրվել այսքանը Կարլեն ջան Փևերը այն ուժերն է եւ առաջին ուժն է հայաստանյան գուսակցությունները որ դեպի դուրս ունի մեծ տիվով համագումներ ներկայություն ԱՄՆ-ի մեջ, Կանադայի մեջ, Եվրոպայի մեջ Լիբանանի մեջ դերևս չեմ գիտեր Լիբանանի մեջ քիչ գուսակցություններում manipulation-ը բան մոնոպոլի ուժեր է սակայն Ամերիկա, Կանադա, Եվրոպա ասկային ժողովրդական Փևերը ունի հսկա ներկայություն Ֆրանսա Ինչ կոչ կուզես ուղղել Փևերականներուն եւ սպիրկահայերուն, որովհետեւ մենք պետք ունենք որ սպիրկահայերը քան եւ կվերգեն մեծ տիվով։ Նամանավանդ որ իշխանությունը քաղաքի մեջը թույլ է, սակայն քյուրերու մեջը դարձած ավելի ուժեղ է ներկայություն ունի։ Դարամին 8 րոպե ինչ կոչ կուզես ուղղել սպիրկահայերուն, մանավանդ Փևերականներուն եւ բոլորին եւ նաեւ ինտիմատիվներուն, որ քան եւ կվերգեն։ Շատ լավ, շատ կարեւոր իհարկե հարց ես բարձրացնում եղբայր եւ ես կուզեմ ասել որ առաջին հերթին այո ովքեր որ հնարավորություն ունեն հունիսի 7-ին ֆիզիկապես Հայաստանում գտնվելու եւ ես բարեբախտաբար գիտեմ մարդիկ որ նույնիսկ հեռավոր Միացյալ Նահանգներից գալու են հատուկ հունիսի 7-ից առաջ Հայաստան գտնվեն հայրենիքում, որպեսզի կարողանան իրենց մասնակցությամբ իրենց
քվեն օգտագործել, գիտակցված ընտրություն կատարել եւ փաստորեն պարտության մատնենք բոլորով այս թուրքական ծառաներին։ Ես կոչ կանեմ այդ մարդկանց իհարկե ներկա լինել եւ իրենց հարազատներին, ընկերներին եւ մտերիմներին հորդորել նույնպես մասնակցել այս ընտրություններին, որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա օգտագործել իր հաստատուն այն ընտրազանգվածը, որը ինչ որ քանակ է, հա, որոշ մարդիկ են, որոնք հաստատապես իրեն են ընտրելու, այսինքն անձնական շահերից ելնելով, ծառայողական պարտականությունները կատարելով, հա, պետական ծառայողներն են դրանք, ոստիկանության մեծաթիվ աշխատողներն են, լավ, եւ այս մարդկանց չափաբաժինը պետք է ընդհանուր քվեարկողների զանգվածում ծավալում քիչ տոկոս կազմի։ Եթե ընտրության մասնակցությունը ուստի մեծ է, Ավրես, Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, որը որ ամենափաստորեն շահամոլ էլեկտորատն է եւ իրենք բացի անձնական հետաքրքրություններից ու շահերից պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին այլ բանի համար չեն ընտրում, պետք է քիչ տոկոս կազմեն։ Ուստի, որպեսզի նրանք քիչ տոկոս կազմեն, մենք պետք է մեծ մասնակցություն ունենանք ընտրություններին։ Մենք դրա համար խնդրում ենք բոլորին անձնապես հնարավորության դեպքում ներկա գտնվեն ու մասնակցեն ընտրություններին, հորդորեն իրենց ընկերներին ու հարազատներին, մտերիմներին նույնպես մասնակցել ընտրություններին եւ կատարել գիտակցված ընտրություն։ Ազգային ժողովրդավարական բևեռը 8-րդ համարն է եւ ես կոչ եմ անում ազգային պետություն ունենալու հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալու համար քվեարկել 8-րդ քվեաթերթիկը։ Բացի դա, այն մեր հայրենակիցները, ովքեր չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ինչ-ինչ պատճառներով պարզ է, որ այս հաշվաչափատների ընթացքում չեն կարող քաղաքացիություն փոխել, նրանք կարող են իրենց ունեցած հնարավորություններով նյութական, տեխնիկական եւ մարդկային կապերով իհարկե աջակցել մեր ուժին, ազգային ժողովրդավարական բևեռին եւ փաստորեն այդպիսով կարողանալ նույնպես մասնակցություն ունենալ, այո, անձնապես քվեարկության գործիք չունեն, բայց աջակցելու եւ օժանդակելու տարբեր գործիքներ կան, սկսած նյութաֆինանսական իհարկե միջոցներից վերջացրած տեղեկատվական դաշտում, սոցիալական հանրային, հա, ցանցերում ակտիվ քարոզչական գործունեությանը մասնակից լինելու օժանդակելուց խնդրեմ։ Թողքան եւ մասնավորներ միանան մեր ընդրական մեքենային։ Գիտես որ ընդրությունը միայն քվեարկելի երևում կոչի լոջիստիկը շատ կարեւոր է։ Մեզի պետք է ընդրական մեքենա։ Այսօր օրինական կուսանդ քաշված է։ Այսինքն մենք հիմնված ենք կոնոման զոհապերվող նվիրված ընկերներու, բայց մեզի պետք է քանակ, որակը ունենք, մեզի պետք է քանակ ուզեմ գներես ողջունել եւ ողջունել բևեռական մեքանին, եթե մեքանիոկի մորցա կամ անները գներով կգտնվեք։ Սերոպյան քույրերը նույնե Սերոպյան եւ իր քույրը Մարգարիտա Խելատյան, Արա Գուրազյան, ասենք բոլոր Ամերիկայի մեջ մեր կապարագից ընկերներն են։ Գարձեն Բարոն Խաշատրյանը, կան ուրիշ մեկը Փունարջյան, Կանադա եւ այլն։ Եկեք եւ եթե նույնիսկ եք կնալ քվեարկել եկեք եւ միացեք մեր ընդրական մեքենային։ Կարեն Տադևոսյան մենք տակմին ունենք 4 րոպե եթե ոյ մի խոսք ունես խնդրեմ հրամեր։ Ես իհարկե ինչ էլ այսօր քննարկենք միևնույնն է պետք է կարողանանք շատ գներես մեկ հարցում եւս կոալիկիտ անունը խնդրեմ ասե եւ երբ կոալիկիտ պիտի միանա մեր այո իմ ալիքը Հայք է կոչվում Հայք 15 եթե լատինատար լինի դա 15 մեծ Հայքի նահանգների թիվն է Հայք ալիքը YouTube-յան ես ստեղծել եմ կարելի ասել երկրորդ տարին է ավելի միասին ստեղծեցինք նույն օրերը նույն շաբաթը ստեղծեցինք սկզբնական շրջանում ավելի շատ ժամանակ ունեի եւ ավելի հաճախակի էի կարողանում տարբեր հարցերի անդրադառնալ եւ մեկնաբանություններով ու վերլուծությունով հանդես գալ հիմա վերջի կես տարին կարելի ասել վերջի
8 ամիս ժամանակահատվածում իմ մասնագիտական ծանրաբեռնվածության եւ աշխատանքային հիմնական ծանրաբեռնվածության պատճառով որոշակի ավելի հազվադեպ է դարձել այնտեղ իմ տեսանյութերի հրապարակումը, սակայն մեր հանրության համար կարևոր համարվող եւ մեր ազգի շահերին վերաբերվող հարցերին միշտ փորձում եմ անդրադառնալ, մասնավորապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կատարվող այս ոտնձգություններին եւ անարդար հետապնդումներին, թե մեր քաղաքական հալածյալ անձանց, թե հոգեվորականների հարցով միշտ փորձել եմ ակտիվ լինել, գոնե ամեն շաբաթյա սկզբունքով։ Ինչու եմ սա կարևոր համարում, որ եւ թույլ տուր կարճ անդրադառնալ սրան, մեր հաղթանակը թուրքական ծառաների նկատմամբ սա շատ կարևոր է, ուզում եմ ընդգծել, նախ եւ առաջ նաեւ մեր հավատքի ու մեր կարևորագույն ինստիտուտ հայ առաքելական եկեղեցու հաղթանակն է լինելու մեր թշնամիների նկատմամբ նույնպես, քանի որ այսօր ուղիղ հրահանգ ու պատվեր է իջացրած Նիկոլ Փաշինյանի անորակ եւ դավաճանական խմբակին, որպեսզի հայ առաքելական եկեղեցին որպես արժեհամակարգ, որպես ինստիտուտ, ազգային ինստիտուտ հալածանքի ենթարկվի, հետապնդումների ենթարկվի եւ երբեք ու երբեք դա մեկ անձի կամ մեկ անձի փոփոխության հարց չէ, փաստերն ու ապացույցները բազմաթիվ են, սկսած նրանից, որ ձայն ու ծպտուն չեն հանում մեր մշակութային կոթողների, եկեղեցիների փաստորեն քանդման հարցերում, երբ որ ավիրվում է, քանդվում է, մեր մշակութային կոթողները եւ վերջացրած հայոց բանակից մեր հոգեվորական ծառաներին հանելուց ապացույցները բազմաթիվ են, այսինքն սա կաթողիկոսի անձի կամ ինչ որ մեկ այլ անձի փոփոխության հարց չէ, սա թուրքական ստորաքարշ եւ հայակործան ծրագրի սպասարկումն է Նիկոլ Փաշինյանի ապազգային կառավարության կողմից, ուստի մեկ անգամ եւս բոլորիդ աչալրջության եւ զգոնության կոչ եմ անում, այս ընտրությունները պետք է օգտագործենք ազգային վերելք ապրելու, թուրքական ծրագրերը չեզոքացնելու եւ մեր ազգային ինքնությունն ու արժեքներին տեր կանգնելու համար, հաղթելու համար, որ կարողանանք ունենալ իրոք խաղաղություն, կարողանանք ունենալ իրոք բարեկեցիկ, ապահով եւ անվտանգ կյանք մեր հայրենիքում եւ ասեմ, որ այդ ժամանակ մեր երկիր այցելած ցանկացած հզոր պետության, դա լինի եվրոպական պետություն, թե չգիտեմ, ասենք Հնդկաստանի առաջնորդ գա կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների որևէ բարձրաստիճան պաշտոնյա անտեղի չի անցնելու, ինչպես անտեղի անցնում Նիկոլ Փաշինյան երևույթի օրոք, բացի երգերից, պարերից եւ շոուներից, այդ մարդիկ ոչ մի կարևոր փաստաթուղթ չեն ստորագրում, ոչ մի պայմանագիր կարևոր տնտեսական կամ անվտանգային հարցերի վերաբերյալ չեն ստորագրում Հայաստանի հետ, իսկ արդյունքում մնալու է այդ չստացված այցերը, փաստորեն շոուները, որի համար վճարելու են մեր հարկատուների, մեր բոլորիս գումարներով, իսկ ազգային պետություն ունենալու պարագայում, մեր պես պետական ծառայողներ ունենալու պարագայում, ես ձեզ հավաստիացնում եմ, որ